Ընկերներ, բարև ձեզ։ Խաղաղություն ձեզ։ Ճիշտ ասած ուզում եմ շատ հետաքրքիր մի բանով կիսվեի, շատ յուրահատուկ է։ Ինքը ավելի շատ հոգևոր խորություն ունի, բայց փորձեմ ձեր հետ կիսվեմ։ Գիտեք, ուրեմն փարիսեցիները մի կնոջ բռնստում են շնության մեջ, ուղիղ բռնստում են, բերում են նրան Քրիստոսի առաջ ու սպասում են դրան Քրիստոսը ինչ կասի։ Գիտես, Քրիստոսը ասում է, այդ որ դուք մեղադրում եք ձեր մեղադրողներից հետ, եթե մեկը սուրբ է, թող առաջինը քարը գցի։ Իրականում ճշմարտությունով հանդիմանվում են ընկերներ։ Դենց է գրած իրաց խղճից հանդիմանված բոլորը քարերը գցում են ու թողում գնում են, մեկն էլ չի մնում։ Գիտես, Քրիստոս ասում է, ով կին, ուր են քեզ ամբաստանողները, այսինքն քո մասին չարախոսողները։ Չկային իրականում, բայց մի հատ շատ կարևոր նյուանս ասեմ, կարող է կինը չգիտի, բայց Քրիստոսը դա գիտի իրական։ Մեկը կա, որ օր ու գիշեր չարախոսում է իրական, ուղիղ ձեզ ասում, դա սատանան է, դա բանսարկուն առաջի օծն է, որ խաբեց Ադամին ու Եվային, որովհետև հայտնության գրքում գրած է, որ ամեն ժամանակ կանգնած չարախոսում է միջև, որ պետք է քցվի ներքև երկիր։ Գիտես ընկերներ, Քրիստոսը դա գիտեր, դրա համար Քրիստոսն ասում է, ուր են քեզ ամբաստանողներ, ու մեկն էլ չկա, ընկերներ, ուղիղ ձեզ ասում, մեկն էլ չկա, որ այդ կնոջը չարախոսեր։ Քրիստոսն էլ ասում է, ուրեմն ես քեզ չեմ դատում, ասում է գնա ու էլ մեղք չգործես։ Գիտես ամբողջ խնդիրը որն է։ Սատանան, որ սատանա է, իրավունք չունի ձեզանից չարախոսի, ընկերներ։ Ձեզանից միայն դատելու ու չարախոսելու կամ չգիտեմ, իրավունք կա, դա Քրիստոսինն է։ Այսինքն պետք է արդար լինի մեկը, որ կարողանա ձեր մասին ասենք, ասի դու ստեղ սխալվել ես կամ դու ես արել, դու սենց դու նենց։ Մեկը որ կարա դա անի, դա Քրիստոս Հիսուսն է, ուղիղ ձեզ ասում եմ, բայց Քրիստոս Հիսուսն ասում է, ես ասում եմ, չեմ դատում ձեզ։ Ես չեմ դատում։ Ու գիտես, վերցնենք ուղիղ այդ սատանային, նայեք, ընկերներ։ Երբ որ ասում է այ մարդասպան կամ այ գող կամ այ շնացող սատանան ձեզ դատում է, ներքուստ դուք ունեք այդ դատապարտությունը, հա։ Մեկն էլ իրան ասի, սաղ աշխարհի չարությունը քեզնից է ծնվել։ Ասենք եթե որ դու 100 միլիոն մարդ ես սպանել, ոնց կարաս ինձ մի սպանողից խոսքի մարդ սպանողից ասես բանը, ես չարը։ Պատկերացիք չէ ինչ եմ ուզում ասել։ Անկամ սատանան իշխանություն չունի ձեր համար չարախոսի, որովհետև չարության ծնունդը մարդասպանությունն ու սուտը իրանից է դուրս եկել։ Ընկերներ, ճշմարտությունով ձեզ ասում եմ, խնդիրը ներելու մեջ է, խնդիրը ներելու մեջ է։ Նայեք, փարիսեցիները էլ չդատեցին կնոջը, էլ սատանան էլ չի կարող դատի, պատկերացիք։ Սատանան օգտագործում է մեկս մյուսին իրար դատելու, իրար չարախոսելու, իրար սպանելու։ Վերցնենք Աբելի ու Կայենի օրինակը, ընկերներ։ Միթե սատանան սպանեց Աբելի, իհարկե ոչ, սատանան սրտի մեջ շարություն դրեց, որ Կայենը իր եղբորը սպանի, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ, դա շատ յուրահատուկ գաղափար է, գիտեք, երբ որ մեկը մյուսին ներում եք, բաց եք թողում, էլ ոչ մի դատարան գալու կարիք չկա, որովհետև երբ որ ես ինչ-որ մեկին չեմ ներում ու ասում եմ, չէ, ես ու դու պետք է դատվենք, ու այդ ժամանակ Աստված գալիս է դատին, որ իմ ու իրա մեջտեղ ճիշտ ու սխալ է, ընկերներ, ճշմարտությունով ասում եմ, այդ խորհուրդը ներեք ու կներվեք, հա, արձակեք ու արձակված կլինեք, շատ զորավոր ընկերներ, շատ զորավոր է, այտենց զորություն երևի իրականում չկա, որովհետև Քրիստոսն ասում է, ներեք ու կներվեք, ընկերներ, դա յուրահատուկ է, ուղիղ ճշմարտություն եմ ձեզ ասում։ Խնդիրը նա, երբ որ գնում եք Աստծո առաջ աղոթք, աղաչանք, ընթրված ինչ-որ բան բարձրացնելու, Աստված չի լսում այն պատճառով, որովհետև չի ներե ձեզ, բայց այն պատճառով չի ներե, որովհետև դուք էլ ուրիշների չեք ներե։ Նույն հայրմերի զորությունը ասում է, մեր մեղքերը մեզ թող, ինչպես որ մենք ենք թողում մեր պարտականներին, երբ որ դուք թողում եք ձեր պարտականներին, ընկերներ, ճշմարտությունով ասում եմ, Աստված է ձեր բոլոր մեղքերն է թողում, բոլոր մեղքերը։ Ու ասում եմ, հիմա լսում եմ, ինչ ես խնդրում, խնդրվածքդ ասա ես եք անեմ։ Դրա համար ճշմարտությունով ասում եմ, աղոթքի զորությունը իրար ներելու մեջ է, որովհետև սատանան մեկս մյուսին օգտագործում է, որ չարախոսի տանի դեպի դատարան, որ Աստված էլ մեր մեջ ճիշտ ու սխալ անի։ Բայց եթե մենք մեկս մյուսի դեմ ոչինչ չունենք, Աստված էլ գործ չունի, որովհետև ոնց կարամ ասեմ Աստված ինձ սիրում է, բայց ձեզ չի սիրում։ Իհարկե ձեզ էլ շատ է սիրում, ինձ էլ է սիրում։ Եթե Աստծո սիրտը իմ համար ցավում է, ձեր համար էլ է ցավում, ընկերներ, ճշմարտությունով ձեզ ասում եմ դա։ Դրա համար մեկը մյուսին բաց թողեք, ներեք ու ձեր աղոթքների պատասխանները կառնեք, ճշմարտությունով ասում եմ ձեզ։ Սրանով եմ ուզում կիսվել, ընկերներ, մի քիչ շատ ավելի խորն է, երբ որ այդում ես ավելի խորքերը շատ յուրահատկություն ունի, այտենց երբ որ Աստվածաշունչը շատ չգիտես,
դժվար է մի քիչ շատ այդպես խորանալ, բայց ուզում եմ իրականում կիսեմ, սա յուրահատուկ բան անկերներ, յուրահատուկ բան է, որ այն սատանայի խորքերը ճանաչեք ու երբ որ դա գալիս է ու իմանաք ինչպես է գալիս, որովհետև մարդկային չարության հետևում կանգնած է սատանան, ընկերներ, մարդիկ չեն մեղավորը, ձեզ ուղիղ ձեզ ասում եմ, իրանք պոստը անոթ են, որ լեցված են չարությունով ու չար բան են անում, փորձեք իրանց էլ արդարացնել, փորձեք իրանց էլ հասկանալ, փորձեք իրանց էլ ներեք, որովհետև մի օր էս ամեն ինչի վերջը դրվելու է, ասես չի շարունակվելու։ Զանով է ուզում կիսվե ընկերներ, թող իրապես Աստված ձեզ շատ օրհնի, շատ, ձեր տունը, ձեր տեղը, ձեր ընտանիքները ներեք, Աստծուն աղոթք անելուց բոլորին ներեք, Աստվածը ձեր աղոթքներին կպատասխանի, ճշմարտությունով ասում եմ ձեզ։ Սա է ուզում ասել ընկերներ, օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։